2021 թվականին հրապարակված ձայնագրությունում Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Ղարաբաղյան բանակցային գործընթացի որոշ փուլերի նշում էր, որ իրավիճակից դուրս գալու համար պետք կլինի իր խոսքով իրեն գժի տեղ դնել, թեկուզ մի քիչ ոչ ադեկվատ թվալով։ Պետք է այս ամենը վերից թռնել ու ճիշտ հայտնի։ Հաստատ դրա վրա չունի։ Դա կլինի կտրի կարտացիան մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ նիադեկվատ թվալով, դա կլինի մի քիչ բանալով, բայց այդ կամերից պետք է դուրս ստացնել։ Այս հայտարարությունը տարիներ անց նորից հայտնվում է քաղաքական դիսկուրսի կենտրոնում արդեն Փաշինյանի հրապարակային վարքագծի եւ քաղաքացիների հետ լարված հանդիպումների ֆոնին։ Լսեք, ես Ղարաբաղի акցենտով որ մասկետով Ղարաբաղի акցենտով Նախընտրական քարոզ արշավն ընթանում է ոչ միայն խոստումների, այլև աճող լարվածության պայմաններում։ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումները քաղաքացիների հետ ուղեկցվում են կոշտ բանավեճերով, փոխադարձ մեղադրանքներով, իսկ որոշ դեպքերում նաև քաշքշուկներով ու անվտանգության աշխատակիցների միջամտությամբ։ Ամեն ինչ հասկանալի է, սա պոպուլիզմ է, սա ակնհայտ եւ միգուցե ազդեցիկ պոպուլիզմ է, երբ որ ինքը զգացմունքային կերպով փորձում է ներազդել բնակչության վրա։ Այսպիսի վարքագիծը նոր երևույթ չէ համաշխարհային քաղաքականության մեջ, տարբեր երկրներում տարբեր առաջնորդներ փորձել եւ շարունակում են փորձել հասարակության հետ կառուցել առավել անմիջական, երբեմն նաեւ կոնֆլիկտային կապ, իրենց ներկայացնելով որպես ժողովրդի մարդ։ Փորձագետի գնահատմամբ խնդրահարույցն այն է, որ քաղաքական խոսույթը երբեմն չի սահմանափակվում միայն էմոցիոնալ դաշտով, այլ կարող է հետագայում ուղեկցվել պետական ինստիտուտների գործողություններով, ինչը ըստ նրա խորացնում է քաղաքական լարվածությունը։ Աթանեսյանը նաև ընդգծում է, որ նման իրավիճակներում առավել վտանգավորն այն չէ, թե ինչպես է արտահայտվում քաղաքական գործիչը հանրային դաշտում, այլ այն հնարավոր հետևանքները, երբ այդ խոսույթը կարող է վերածվել ինստիտուցիոնալ ճնշումների կամ հետագա սանկցավորված գործընթացների հիմքի։ Պատմության մեջ անգամ ամենախիստ բռնապետներից մեկը Ստալինը այս պահվածքը չի ունեցել, նշում է սոցիոլոգը։ Հետևաբար, սա արևելյան ստալիզմ է, երբ ղեկավարը փորձում է ժողովրդավարական մշակույթը փոխարինել խիստ ավտորիտար մոտեցումներով։ Բովատը այն է, որ ըստ էության, եթե դա լիներ 18 թիվը եւ Թավշյա հեղափոխություն, ապա ինքը որպես հեղափոխական բոլորովին ադեկվատ պահված կդրսևորեր այդպիսի բաներ անելով։ Հեղափոխականներին դա հատուկ է։ Զգացմունքայնություն, գոռալ եւ այլն, բայց նա արդեն հեղափոխական չէ առնվազն 8 տարի։ Սոցիոլոգը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը կարելի է դիտարկել որպես քաղաքական տեխնոլոգիայի դրսևորում, որտեղ անձնական ոճը եւ հաղորդակցության ձևը վերածվում են ազդեցության գործիքի։ Իր պահվածքը տեխնոլոգիա է, իսկ տեխնոլոգիան իր պահվածքն է։ Նա տիրապետում է ազդեցության մեթոդաբանությանը, նա նաև կրում է այդ ազդեցության կարողությունները, նա ունի կարողություններ ազդելու, ներազդելու, նա ռետոր է, նա արտացոլում է հասարակության մի սեգմենտի, որոշակի սեգմենտի բնութագրիչներ։ Հոգեբան Կարինե Նալչաջյանը անդրադառնալով Փաշինյանի հրապարակային վարքագծին նշում է, որ նման իրավիճակներում քաղաքական առաջնորդի էմոցիոնալ սրացումը կարող է դիտվել որպես անձի ներքին հոգեբանական վիճակի եւ իրականության ընկալման ստրեսային դրսևորում։ Ինքնաբացահայտվում է իր բնույթը, իր էությունը, իր խորքային, այսպես կերպարը ինչպիսին է, ինչի ինքը ընդունակ, որն է իր համար այդքան բնական արտահայտվելու ձևը։ Դիմակները հանել է եւ ուրեմն արտահայտվում է այդպես։ Հոգեբանի կարծիքով երկրի ղեկավար հանդիսացող մարդը լիովին գիտակից է եւ առողջ ու պետք չէ առաջ տանել պնդումները, թե նրա պահվածքը կարող է դիտարկվել որպես հոգեկան անկայունության արդյունք։ Ինքը իսկապես էմոցիոնալ վիճակում է, որովհետև ինքը անընդհատ բախվում է այն իրականությանը, որը ինքը չի ուզում տեսնել։ Այն իրականությանը, որը իրեն ասում է, որ քեզ ուրեմն մերժում են մարդիկ, քեզ չեն ընտրելու մարդիկ։ Այնպես որ իր համար ավելի դժվար է դառնալու, ինքը շատ լավ հասկանում է, որ վերարտադրվելը դառնալու է ծայրահեղ դժվար։ Մասնագետները նշում են, որ քաղաքական առաջնորդների կոշտ ու երբեմն ագրեսիվ պահվածքը հաճախ կարող է ծառայել կոնկրետ քաղաքական նպատակի։ Բարձր էմոցիոնալությունը, կտրուկ հակադարձումները եւ հրապարակային բախումները երբեմն օգտագործվում են սեփական ընտրազանգվածին մոբիլիզացնելու, ուժեղ առաջնորդի կերպար ստեղծելու կամ քաղաքական օրակարգը փոխելու համար։